Տեսնես ինչպես եղավ, որ մենք հի ունեցանք, ում խելքին է փչել։ Էմի ասա, ով է այդքան դաժան եղել, որ խալիքներ, բակային և հրապսան խարի փոխարեն մեծ հոգսեր է տվել, գրել, կարդ հալաշվել ու մտածել է տվել։ Որ հիշում եմ դեռ քանի տարի պիտի սովորենք գլուխներս ծարաբեռնենք, հոգնում եմ ով։ Ինչ եք խոսում, էլ դες խողում եք, շատ մի մտածեք, մեր ակոպիշների գնահատականներ այնքան շատ են, որ բարեք իրավ կերազանցիկ հաստատ կլինենք։ Մեստով մաշտոցը հայոց գրերի ստեղծող հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորը, հայ գրչության ու հայերենի դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը։ Ուսուցիչը մի հրաշագործ է, ով կարող է երեխաներին տեղափոխել մեկ դարաշրջանից մյուսը։ Դժվար է այն ով չի մեծարել ուսուցիչին։ Ուսուցիչն այն մարդն է, որը դժվար բաները դարձնում է հեշտ։ Դուք միշտ երիտասարդ կլինեք, որովհետև ձեզ հետ միշտ երեխաներ կլինեն։ Դուք հոգով միշտ գեղեցիկ լինեք, որովհետև ողջ կյանքում երեխաներին սովորեցնելու է գեղեցիկը։ Դուք երջանիկ կլինեք, քանի որ ձեր ձեռքերը տաքանալու են ձեր աշակերտների ափերի ու աչքերի ջերմությունից։ Դուք իմ բարի, իմ լավ ուսուցիչ, դուք բաժին ունեք իմ կյանքի կանանց ծաղիկների մեջ։ Հայր, դուք ուժեղ եք, մեր հայրենասեր եք, մեր սիրելի եք, դուք մեր եք։ Տոնական միջոցառումների շարքում օրացույցով կարմիրով է նշվում նաև ասման այս հրաշալի օրը, որը լի է բարի հույզերով։ Մի տեսակ լուսավոր է մեր դպրոցն այսօր, ձեր շփիթներն են, որ զարդարել են մեր միջանցքները։ Մանկությունից պատանեկություն ասես մի քայլ է, և այդ երկուսի ճամփաբանան դպրոցն է, որ մեզ սիրով ընդունում և հոգատարությամբ դարձնում բանպատերը, Բրիտանի հայ քաղաքացին։ Եվ այս ամենի մեջ ամենից ուրույն հորիզոնականում դուք եք սիրելի ուսուցիչներ, դուք եք տեսել մեր հաղթորած արդյունքները, մեր սիրելու առաջին ձախողումները, մեր հազար մի սխալները։ Դուք խիստ եք, խելացի և անաչառ, միշտ մեզ հետ եք, ցերարորյան դուք կիսում եք մեզ հետ, ձեր ընդհանրական դիտողություններով, ոգևորող շփիթներով, իմաստուն համբերատար լրությամբ։ Let's
Ընդունեք ոչ միայն մեր շնորհակալության անսահման խոսքերն ու շնորհավորանքները, նաև մեր անմոռանալի զույգ արետներից բխող կարոտ մսերը։
անդրդուն և նվիրված։ Մենք կուզեինք ձեզ հատուցել ձեր ամենանպիրական հույսերը մեզ նվիրելու, մեզ առաջնորդելու, մեզ թևեր տալու համար, բայց թերևս ամենալավ գնահատականը կլինի լավ ման դառնալը, ձեր նվիրման առաջ ճիշտ հայտնիները։ Մի հիվանդացեք, ծոցերսի տրամնոկությունից ու խաղաղությունից միայն արագ տոտոտվի։ Մեր երկրում բոլոր մասնագիտությունները շատ կարևոր են, բայց ամենատարածածը հաճախի մասնագիտությունը երևի չէ, ոսոչի կոչումն է, տարիների տիկնատեր, ուկրաինի այդ քաղցիր աշխատանքը, որը դուք ամեն օր եք կատարում մեծ հոգատարությամբ ու սիրով։ Մեր հարցակի արժանի
Յուրաքանչյուր մարդ խորի ախտագիտության զգացումով է հիշում իր հարազատ դպրոցը և իր հոգևոր դաստիարակներին, ուսուցիչներին։ Մեր ուսուցիչները անձնուրաց մարդիկ են։ Ինչ հսկական սիրտ պետք է ունենալ, որ այն այնքան առաջացնողին մեզ նվիրվի։ Ինչի հետ կարելի է համեմատել ուսուցչի սիրտը։ Սահմաններ չունեցող տիեզերական գալակտիկայի։ Կտրիմետր արեգակի, որը նատատար լույս է տալիս։ Թե երկրի կապույտյան հնության, որն անձիր է։ Անկում եմ ձեզ հիմա և գլուխ եմ տոնալու։ Դուք ինձ համար, երկրորդ ծնող աշխարհում։ Ինչքան բան գիտե մեր ուսուցիչը։ Իմ իմացածը շատ քիչ է։ Ինչ հարցեր որ տանք, նա չի բարձրանում։ Շփտում եմ մի երկու պատասխանում մեր ուսուցիչը։ Դուք իմ բարի, իմ լավ ուսուցիչ, դուք բաժին ունեք իմ կյանքի գարնան ծաղիկների մեջ։ Դուք բաժին ունեք իմ գիտակցածի և ունեցածի մեջ։ Նողներ երեխային տալիս է բարի։ Իսկ ուսուցիչը հոգի, բարի, կամք և բարձրագույն իդեալներ։ Ուսուցիչը աշխատում է ամենապատասխանատու գործի վրա։ Նա ձևավորում է մարդուն։ Իմ կացարան, շտեմարան, լույսերի ծով, դուք իմ հանդարտ, լուր արեգակ, ապրեք առողջ։ Ուժվելը թավ ծովանը, խորախորում ձեր աչքերում։ Ինչ ուզում եք ասեք ձեր սիրոտ է, մեր երկատը չուչին է։ Լուսեր հատում այս աշխարհում, ուսուցիչ են անվանում։
սիրելի աշակերտներ, այսօր դուք ձեր ծնողների հետ երեխաներ մեզ ևս մեկ օր տոն պարգևեցի, ուսուցչի օրը անցել է, բայց դուք լավ ունեք, չէ՞։ Հույսով եմ, որ այն խոսքերը, որ դուք ասում եք այս մեր բեմից, միջայլով բեմը շատ ունեցավ, առաջի ելույթն էր այսօր, քիչ փոփոխության են ենթարկել եւ ավելի ընդարձակ է դարձել բեմը, ավելի գեղեցիկ եւ ճաշակով։ Այո։ Որ այս խոսքերը, որ դուք ասում եք, սիրելի աշակերտներ, բխում էին ձեր սրտերից։ Այո։ Հույսով եմ, որ ձեր ուսուցիչները հենց այդպիսին են, ինչպես որ դուք ներկայացրեցիք։ Իսկ եթե մի փոքր էլ այդպիսին չեն, դա ձեր սրտի ցանկությունն է։ Դուք եք ձգտելու տեղ ունեք, մեր ուսուցիչներն են ձգտելու տեղ ունեն։ Ցանկանում են, որ մեր համատեղ աշխատանքը լինի արդյունավետ։ Ցանկանում են, որ դուք ոչ թե միայն գիտելիքներ ստանալ, ինչպես դուք ասեցիք, այլև շատ դասեր, կյանքի դասեր, բարության, իմաստության։ Ես շնորհակալ եմ Նայել քեզ Չապիկյանին, ուզում հայտնել եւ նաեւ տեսա, որ դուք այսքան ժամանակահատվածում մի փոքր մեծացել եք։ Երևի բեմից էր, երևի ձեր պատասխանատվության զգացումից էր, որ դուք նաեւ մեզ ելույթ եք ներկայացնում, զբաղ էիք։ Զբաղ էիք։ Ոչ։ Շատ լավ է, որ մարդուներ չեն մոռացել, որ մարդուներին լսեցին։ Շատ լավ է, որ մեր սոցիալներին չէին մոռացել, որ նրանց հետ տեսան։ Ապրեք երեխաներ, շնորհակալություն եւ ձեզ եւ ձեր ծնողներին։ Եվ մեզ։ Երաշտական գնացող աշակերտներ մի քայլ առաջ մտցնեն։ Նատալին չի գնա։ Պատկերացնում եք ինչ ելույթներ են կարող են ձեր կողմից անպայման ունենալ։ Մենք
Սիրելի հետևորդներս, տուն ենք եկել, շատ հավեսով ու հաճելի ժամանակ անցկացրինք, մի փոքր մանրամասնեմ այն պահի մասին, որ տեսակ հեռավար տրանսլյացիա միացրին, երեխեք կային, զույգ քույրիկներ, դուս էին եկել տեղափոխվել են Երևան ու այսպես ասած իրանք են ուզեցել, իրանք շնորհակալական խոսքը ասեն այս միջոցառումը նվիրված էր ուսուցչի տոնի կապակցությամբ էր տոնին էր նվիրված, ուսուցչի տոնի կապակցությամբ էր այս միջոցառումը, շատ գեղեցիկ, շատ բովանդակալից, շատ լավ անցել էր, ես շատ զարմացա, որովհետև Ալեքսը 3-4 բառ ուներ, բայց փոփոխություններ էին եղել, այնտեղ մի դասընկեր ունենք, որ երեխան հիվանդացել էր, էլի ձայնայինով մասնակցեց ու տենց փոփոխվել էր, երբ որ մեր սիրելի դասղեկը իր այդ չաթ ունենք, թե գիտեք բոլորս էլ բոլոր մայրիկներն էլ տեղեկացված կլինեն էլի ինչ կատարվում, ոնց կատարվում, չգիտեմ, այնտեղ գրեց մեզ հրավեր, որ եկեք համեցեք մեր փոքրածավալ միջոցառմանը, ես շատ էի զարմացել, ինչ փոքրածավալ, մենք բոլորս էինք համ զարմացել, համ տպավորվել, որովհետև միջոցառումը լավ էր, տևողությունը լավն էր, բովանդակալից էր, ջանք ու եռանդ չխնայած միջոցառում էր, ամեն փոքրիկ մանրուք հաշվի առած միջոցառում էր, սրտից բխող միջոցառում էր, ինչի համար մենք բոլորս էլ մեր երախտիկի խոսքը հայտնեցինք մեր սիրելի դասղեկին, չէ որ դպրոցը երեխայի երկրորդ տունն է էլի, նայած ով ոնց է դրսևորվում, ով ոնց է իրան զգում այդ տան մեջ, սիրելի հետևորդներ ջան, ու այստեղ Ալեքսի երգում մենք մի հատ թերություն ունեինք, պետքա մինուսով կարած տայի ես իրան այդ ձայնագրությունը, չգիտեի, տեղեկացված չէի, ֆահմս չէր հասել, կոպիտ ասած, ու անգելանելի դրության մեջ ընկանք, ինքը մտածել էր, որ ես թե կբերեմ կտամ իրան, ինքն էլ սիրուն կմիասնի դինամիկից, երեխեն կերքի, լավ էր էտա կար սովորական այդ ձայնագերիզը, ու դրա համար ինձ որ ասման այդ բամինուս ասում եմ դե ձեզ տվել ենք արդեն երգը էտա ու էլ թեման չշարունակվեց, բայց երգեց Ալեքսը, իր հնարավորության սահմաններում երգեց, շատ լավ երգեց Նատալին, ինքը միշտ ռուսերեն է երգում, իր երգերը յուրահատուկ են, այդ երեխու մոտ տաղանդը ուրիշ ձևի է, ճիշտ է իմ տղեն էլ է երգում, Նատալին էլ է երգում, դասանում էլի կան երեխեք իրանք էլ են երգում, բայց այդ երեխեն ոնց որ ծնված լինի զուտ ռուսական երգեր, ռուսալեզու երգեր երգելու համար իր մոտ բացառիկ տաղանդ է, սիրելի հետևորդներ, երևի դուք էլ կնկատեք, երևի դուք էլ կտեսնեք, հիմա ուզում եմ նկարահանածներս մոնտաժեմ, տեղադրեմ էջում, ես էլ ձեր հետ միասին վայել եմ էլի այդ սիրուն ու հաճելի պահերը, որովհետև ուրիշ ինչ ամնում այս կյանքում վայելել, մի լավ բան անել, մի լավ գործ անել, ես այս տարիքում եմ, դեռ հիշում եմ իմ տարական դասարանի ուսուցչուհուն, միջոցառմանը ընկերսահականուշն էլ կար, մի խոսքով շատ սիրուն ավարտ ունեցավ, շատ լավն եղավ, այն որ յուրահատուկ էր ամեն ինչ ու ամեն բան, ուսուցիչ, լավ ուսուցիչ ունենալը կատարյալ երջանկություն է, այս վերջաբանով էլ ավարտեմ։